Նիկոլն ասում է, եթե ես չընտրվեմ, կլինի պատերազմ։ Ուզում եմ հարցնել, իսկ եթե ընտրվես, այդ ժամանակ ինչ կլինի։ Ասում է պետք է ընտրվեմ, որ ձեռքբերումները պահեմ։ Որ ձեռքբերումները, ում ձեռքբերումները, Ալիևի։ Արդարադատության նախարարն օրերս ասում էր, թե դեռ սահմանադրության նախաբանին չենք հասել։ Երեք մամուլը գաղտնազերծել է տեքստը։ Պարզվում է, ոչ միայն հասել են, այլ արդեն հանել են անկախության հռչակագիր ձևակերպումը։ Հղումը հանել են։ Դա ում ձեռքբերումն է։ Ալիևի։ Հանում են տեքստից սահմանադրության ողնաշարը, անկախության հռչակագիրը, որպեսզի հաճոյանան Բաքվին։ Նիկոլն ասում է, եթե սահմանադրությունը չփոխենք, կլինի պատերազմ։ Նոր սահմանադրությունից մեր ազգային արժեքներն են դուրս մնում։ Դա Ալիևի պահանջն է, Ալիևի հաղթանակն է։ Նոր սահմանադրության վերնագիրը ինչ է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն է, թե Արևմտյան Ադրբեջանի սահմանադրություն։ Տպավորություն եմ ստանում, թե հող են նախապատրաստում այդ հրեշավոր ծրագրի համար։ Առաջ եթե ասում էին սահմանադրությունը կոստյում է Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի հագով, նոր գրած սահմանադրությունը Ալիևի հագով է։ Արևմտյան Ադրբեջան թեզի հագով է։ Վախենան վաղը ասեն, պետք է 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, թե չէ կլինի պատերազմ։ Պատերազմի սպառնալիքի տակ մեր երկիրը լցնելու են ադրբեջանցիներով։ Մյուս օրը պատերազմի սպառնալիքի տակ դարձյալ դպրոցներում հայերենն են քչացնելու, ասելու են համ հայեր կան, համ ադրբեջանցիներ կան, պետք է հայերենը չգերակշռի, թե չէ կլինի պատերազմ։ Ես վախենում եմ, որտեվ այս քաղաքականությունը այդտեղ է տանում։ Այ հետո կասեն, եթե մեր երկրում կա 300,000 ադրբեջանցի եւ չկա 10,000 ադրբեջանցի ոստիկան, կլինի պատերազմ։ Եթե ադրբեջանցիներն իրենց դեպուտատները չունենան խորհրդարանում, կլինի պատերազմ։ Եթե մեր երկրի բնակչության ազգանունը յանով է վերջանում, կլինի պատերազմ։ Քանի դեռ մենք մկրտում ենք մեր երեխաներին, կլինի պատերազմ։ Սարքել է Ալիևին բոբո ու սպառնալիքի տակ սաղ զիջում է։ Իրենք հագել են փամփերսներ, ժողովրդին վախեցնում են։